Մենք 5-րդիներս գնում ենք Սեբաստացի կենտրոն հաց թխության։ Գեցեք։ Երեխեք գիտեք, որ անտիստրես է խմորը գիտեք, խմորը աշխատելը նյարդերը հանգստացնելու համար։ Այո։ Ես լավն է, ես լավ դասարան է, կարող։ 5-րդիներն են, ընկեր Մարթա, շատ լավն են։ Հիմա երեխեք ջան։ Բայց ինի մեկից այլուրոտում ենք, սկզբից ձեր չեք այլուրոտի, լավ։ Ես հիմա ձեզ գնդելու ձևը սովորեցնեմ, Ուզում այս դու էլ անես, Ալեքս։ Արի իրանց հետ արի, արի տղեր, ասա, չես ուզում։ Տեսեք, երեխեք գունդ եմ անում, տեսեք երեխեք գունդ եմ անում, տեսեք, խմորը ինչքան խփում է սեղանին, ինքը ավելի դառնում, ավելի թեթև, ամպի նման թեթև Երկերը խմորով եք, երեխեք այլուրով եք Մի քիչ այլուր եք կանում գունդը, մի թեթև այլուր եք կանում գունդը Նոր աշխատում են, տեսեք Հիմա այս եսպես թողում ես Տեսեք երեխեք, սա կոչվում է Հա, ցանկացած ձևի դուք ձեր ձևով արեք Երեխեք, ուրեմն որպեսզի հացը լինի ոսկեգույն եւ խրթան, տեսքը Մենք հացի վրա քսում ենք բուլամաշ Բուլամաշը պատրաստվում է այլուրով Այլուրը բացում ենք եռացրած ջրով, մի փոքր եփում ենք Վերջում ավելացնում ենք մի փոքր ձեռք Ու դառնում ենք, դες փոքր մատնաքաշ արեցի Հիմա դուք կարող եք բատոն անել, քանի որ Ինչ ուզում եք արել Երեխեք, շատ այլուր մի տվեք, լավ խմորին Իսկ ինչ հաց ես պատրաստել։ Ես ոնց սենց Հացի անունը ինչպես է։ Բատոն Բատոն ապրես դու։ Եվ կարող ես դանակով ձևավորել բատոնը։ Այ այսպես։ Կամ այսպես Այո, ձևավորիր։ Ինչպես ուզում ես, կարող ես ձևավորել։ Կեցես։ Կարող ես գնալ լվացվել։ Արուսիկ ջան, դու հիմա գտնվում ես Սեբաստացի կենտրոնի հացի արտադրամասում։
հաց ես պատրաստում։ Փոքր բատոն։ Փոքր բատոն։ Դե փորձիր պատրաստել, որպեսզի ճխենք։ Հայկ ջան, դու ինչ ես պատրաստում։